Ասեմ, որ որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն է ավելացել, հակառակորդը նաև ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում եւ նաև վերջին օրերին խոշոր տրամաչափի, այսինքն 60-82 մմ-անց ականանետերից են կրակել, իհարկե կրակոցները ստույգ եւ ճշգրիտ չեն եղել, բայց իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, թե մեր սահմաններում վերահսկվում է այսօր հայ զինվորը ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումները օժտված են համապատասխան բարոյաքեբանական մակարդակով եւ իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացնում են։ Եթե խոսք ասելու լինեի մեր ժողովրդին, ապա կասեի հետևյալը, որ թող այս ժողովուրդը վստահ լինի, որ հայկական բանակը իր առջև դրված խնդիրը մեր իսկ ժողովրդի, մեր հարազատների խաղաղությունը, անվտանգությունը ապահովել եւ ապահովելու է։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված այդ լարվածության առաջացումը։ Լարվածության առաջացման վրա իհարկե ազդում են տարբեր թե ներքաղաքական, թե նաեւ միջազգային զարգացումներ, որոնք որ կան թե տարածաշրջանում, թե միջազգային, այսպես կարելի ասել, արենայում, թե իհարկե նաև մեր հակառակորդի մոտ ներքաղաքական կամ ներտնտեսական որոշակի պայմաններից ելնելով։